չեք քաղաքականացնում այս հարցը եւ երեխան առանց ծնողի իրավունք չունի ինտերվյու տալ։ Ցանկացած երեխա եթե ունի խոսք ասելու, գուցե հուզվելու, անպայման իր կողքին պետք է լինի գոնե մեկ ծնող։ Ես դրա համար խնդրում եմ ժամը 7-ին, քանի որ այսօր հիմա շատ քիչ կլինի կամ շատ կլինի, եկեք այդպես անենք, որ բոլոր ծնողներս կուլտուրական մենք գալիս ենք եւ բալիկները մեր իմանան, որ մենք ուզում ենք իրենք տեսնեն, որ մեր երկրում կա արդարություն, մենք ուզում ենք անկեղծ, բարձրաձայն լսենք նրա մասին, թե ինչի են տնօրենին աշխատանքից հեռացնում եւ ինչ է լինելու այս մեր սիրելի դպրոցի ապագան։ Նորից եմ կրկնում, ես ինքս դպրոցի շրջանավարտ եմ, մեր երեխաների իրավունքները մենք չենք թողի, որ ոտնահարվեն, դրա համար ձեր բոլորի ծնողները այստեղ են, հիմա շատերը աշխատանքի են, ժամը 7-ին մենք կլինենք Պուշկինի անվան դպրոցում, բոլոր լրատվականներին սպասում ենք, կհուզվենք իրար հետ, կխոսենք իրար հետ եւ նորից եմ կրկնում, մենք հրավիրում ենք նախարարին, Տիկին Ժաննա Անդրեասյանին եւ քաղաքապետին Հարգելի Տիգրան Ավինյանին, մեր դպրոցի շրջանավարտին, իրար հետ դիալոգի մտնելու, խոսելու, որ մեր երեխաները իմանան, որ իրենք են իրենց ապագան կերտում, իրենք եւ իրանց ժամը 7-ին։ Նախարարին եւ քաղաքապետին ծնողների ներկայությամբ մենք ուզում ենք զրուցենք, գուցե հրավիրենք այստեղ խոսենք, որ մեր երեխաները հասկանան, որ կա արդարություն, կամ հեռուստաընկերությունների միջոցով, կամ այստեղ բոլորիս ներկայությամբ, մենք չենք ուզում, որ դա լինի փակ դռների հետևում 5 կամ 10 հոգու համար։ Դրա համար մենք սպասում ենք բոլորին ժամը 7-ին այստեղ, այդ դեպքում ամեն երեխա կկարողանա իր սրտի խոսքը ասել, իր սերը արտահայտել դեպի դպրոց, դեպի տնօրեն, բայց անպայման ծնողի ներկայությամբ։ Մենք մի հավելում, մենք ծնողի թույլտվությամբ էինք։ Այո, ես չեմ կասկածում։ Այո։ Եվ մի ճշտող հարց է, քաղաքապետարանից իմացանք, որ պաշտոնյաներ են եղել։ Դուք հանդիպել եք նրանց։ Մենք հանդիպել ենք, ես չեմ կարող ասել, ներկայացան ավականիներ, մենք նորից ենք կրկնում, կարող է տարբեր ֆրակցիաներից այսօր մարդիկ գան, ուզենան քաղաքականացնել այս հարցը, մենք թույլ չենք տա, որովհետև ես կրկնում եմ, Պուշկինի անվան հիմնական դպրոցը եղել է միշտ առանձին հանրապետությունում, ճիշտ չեմ ասում երեխեք, մենք քաղաքական ոչ մի ֆրակցիայից չենք, ստեղ սովորել են բոլոր նախագաների, բոլոր նախարարների, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ ապագա բոլորի երեխաները, թոռները եւ նաեւ քաղաքապետի գույցը, ես հիմա չեմ, բժիշկների, դասախոսների, ես ինքս եմ դասախոս, մենք բոլորս այս հարկի տակ ունենք մի քանի կանոն, մենք այստեղ չենք խոսում քաղաքականությունից, մենք այստեղ չենք խոսում այն բաներից, որը կարող է ինչ-որ մեկին վիրավորի, դրա համար 30 տարվա ավարտած մարդիկ մինչև այսօրը ընկերություն են անում եւ մի զանգով բոլորը հավաքվում են եւ եթե պետք լինի վերջում քոչարի կպարենք եւ մեր դպրոցի տնօրենին մենք պահանջում ենք պահել իր տեղում, որովհետև դա կատաստրոֆա է երեխաների համար, մենք մայիս ամսին ենք, մայիս ամսում ենք գտնվում, շրջանավարտներ ունենք հանդեսներ, ունենք քննություններ եւ մենք թույլ չենք տա առանց ծնողի իմացության եւ առանց երեխային, որտեղ մեր երեխաները հասուն են եւ ապրում են ազատ անկախ Հայաստանում։ Մենք ուզում ենք մեր երեխաները դաստիարակվեն այսպես, բաց տեքստով մենք սպասում ենք մեր պաշտոնյաներից որոշման հրապարակման, ձայնագրության հրապարակման եւ քվեարկության։ Մենք ուզում ենք իմանանք ով է քվեարկե մեր տնօրենի դեմ, մենք ուզում ենք իմանանք ով է քվեարկե մեր տնօրենի կողմ եւ այդ ամբողջը ես ուզում եմ լինի ոչ թե իմ անունից, այլ բոլոր ծնողների, բոլոր բալիկների կողմից։ Մենք բոլորով այստեղ ենք լինելու, չենք քաղաքականացնում, հրավիրում ենք բոլոր նախագաների, բոլոր նախարարների, 96 թվին եմ ես դպրոցը ավարտել, բոլորին հրավիրում ենք ստեղ, անկախության օրվանից ստեղծված այս մթնոլորտը, որը պահել է Պուշկինի դպրոցի տնօրենությունը, հրավիրում ենք այստեղ բոլորի մոտ պարզաբանելու, թե ինչի այս տնօրենը չի լինելու, որտեղ մենք մեր երեխաների մոտ պատասխանատու ենք, եթե նույնիսկ դասատու է դպրոցը լքում, ես որպես ծնող պատասխանատու եմ, մենք հարկատու ենք, մենք հարկեր ենք վճարում, այս դպրոցը պահում է ծնողները, հարկ վճարող ծնողները եւ մենք պահանջում ենք մեր հարկերի դիմաց, մենք գոնե հարգվենք այնքանով, որ տեղյակ լինենք, վեն բալիկները իմանան, ինչի իրենց սիրելի տնօրենը, օրինակ, այսօրվանից չի հաճախում դպրոց։ Այո։
պարզաբանում։ Դեռ ոչ մի բան։ Ոչ մի պարզաբանում, համենայն դեպս ես որպես ծնող կոմիտե տեղյակ չեմ, դրա համար ուզում եմ, որ դա լինի հրապարակորեն, շատ կուլտուրական, կխնդրեմ բոլոր ծնողներին, երեխաներին հնարավորինս չափ չբերել, մենք ծնողներով իրենց իրավունքները կպաշտպանենք, մենք ծնողներով կսպասենք պաշտոնյա տարբեր մարդկանց այն դպրոցի շրջանավարտներին, որոնք 96 կամ 91 թվականից ինչ-որ պաշտոնների են եղել, թող գան իրար հետ, իրավաբաններին, մարդու իրավունքների պաշտպանին, բոլորին հրավիրում ենք ստեղ, բոլորս իրար հետ պաշտպանենք մեր դպրոցը, տեսնենք, գուցե մեկ անգամ Դրուժբը սպասյոտ միր, մեր Պուշկինի դպրոցի մթնոլորտ պահող երեխեքը կարողանան իրենց իրավունքները պաշտպանել։ Մերսի շատ։